միջնորդությունները, որոնք ակնհայտ է, որ պիտի բավարարվեն սահմանադրական դատարանում, օրինակ Սեդա Սաֆարյանի, Դավիթ Խաչատուրյանի մասնակցության մասով հաշվի առնելով շատ բացահայտ հանգամանքներ, հաշվի չառնվեցին։ Ի վերջո ինչ սպասել։ Գիտեք, սա հնարավորություն է սահմանադրական դատարանին ապացուցելու, որ ինքը այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ եւ ի վիճակի է պահպանելու երկրի սահմանադրությունը։ Առնվազն այդ հնարավորությունը տրված է սահմանադրական դատարանին եւ 7 ընդդիմադիր քաղաքական ուժ բողոքարկել է։ Հիմա սահմանադրական բարձր դատարանը կմնա իր օրենքի շրջանակում իր դերում թե չէ, առաջիկա օրերին կպարզվի, որ ասենք այս դատարանը արդեն ունի հեղինակություն, շարժվել է մինչև հիմա օրենքի շրջանակներում, չէ, բայց ամեն դեպքում դիմում կա, հնարավորություն տրված է, տեսնենք ինչ արդյունք կլինի։ Բայց 5 տարի անպիշտ նկատում ենք, որ ընդդիմադիր պատգամավորները անընդհատ իրաց օրակարգով գնում են ազգային ժողով, բայց այնուամենայնիվ կարծես թե չի ընդունում իրենց օրակարգը։ Այս անգամ ունեք դուք օրակարգ եւ պատրաստվում եք օրակարգը առաջ տալ։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, վերցնում ենք մանդատները, չենք վերցնում, եթե վերցնում ենք ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտոզ ենք պատկերացնում եւ գնալու դեպքում ինչ օրակարգով, ինչ քայլերով, ինչ ռեժիմով, ինչ ենք անելու, չգնալու դեպքում ինչ ենք անելու։ Ամեն դեպքում մենք պարզ ասել ենք, մինչև հիմա ունեցել ենք տարբեր քննարկումներ եւ մեր դաշինքի կուսակցության ներսում եւ գործընկերների հետ այդ քննարկումները շարունակվում են, վերջնական եզրակացության կգանք սահմանադրական դատարանի Փողոցային պայքար հնարավոր է։ Մենք ուրիշի օրակարգով չենք առաջնորդվել, այդ հարցը ուրիշի տվել։ Չէ, նկատի ունեմ այդ ձեր սեփական օրակարգը ինչպես եք այս անգամ Կասենք կիմանանք։ Դե հիմա ասեք ժամանակը։ Մինչև այդ պատասխանում էի, որ լսեիք պարոն Քայլյար, շփոթված եք խոսումները լսում չի լսվում։ Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքները խեղաթյուրված են եւ մեր ժողովրդի իրական կամ արտահայտությունը չի արտահայտվում։ Ընտրությունները ամբողջությամբ անցել են կեղծիքի մթնոլորտում, նախընտրական շրջանում, բուն ընտրությունների օրը այդ կեղծիքները շարունակվել են նաեւ հետընտրական շրջանում, այդ թվում նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարակ որոշումը, որը օրը ցերեկով, չէ, երեկոյան գողացավ Բարգավաճ Հայաստանի 60,000 քվեն մեկ ստորագրությամբ։ Այդ կեղծիքները շարժվում են։ Երբ որ ընդդիմությունը որոշի կազմակերպի հիմա քննարկումները այդ առումով գնում են, որտեղ Սամվել Կարապետյանն էր խոսել ընդդիմությանը միասնական հանդես գալ այդ քննարկումներ տեղի ունենում են։ Այո, ես այսպես ասեմ, այլել միայն խորհրդարանական գործիքով հաջողության հասնել հնարավոր չէ։ Եթե մենք գնանք խորհրդարան, այդ 5 տարվա մեջ պետք է նկատած լինեի, որ մենք չենք գնացել, այստեղ մնացել խորհրդարանում, առնվազն 5 տարվա մեջ 3 հատ խոշոր շարժում է գեներացվել եւ փորձ արվել այս իշխանությունը հեռացնել։ Այդ հարցը տվեք նրանց, ովքեր այս 5 տարվա մեջ ոչինչ չեն արել, այդ հարցը ինձ մի տվեք։ Լիքը մարդիկ որոշ ճանաչում են։ Փողոցային պայքար նախատեսում եք։ Ես 3 անգամ փորձել։ Ինչ 3 անգամ։ Առնվազն փողոցով Նիկոլին հեռացել։ Հետևաբար, ահա, դե ով չի արել, լավ են արել ու շնորհակալ եմ ու ճիշտ են արել ու հալալա որ եկել են ու եսի տարբերություն շատերի գնահատում եմ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում առավել եւս քաղաքական ուժերի մասնակցություն։ Ում եք ակնարկումը։ Լավ գիտեք անունը։ Հիմա նախատեսում է պարոն Սաղաթելյան փողոցային պայքար։ Գիտես ցավալի։ Հիմա փողոցային պայքար նախատեսում է, եթե այնուամենայնիվ արդյունքները ստեղի չբավարարեն չգնահատեն։ Ամեն դեպքում տարբեր սցենարներ քննարկվում են ու նաև կա խորեն հասկացությունը եւ գիտակցությունը, որ պետքա փողոց դուրս գալ առավելագույնը կազմակերպված, որպեսզի հաջողությունը լինի անխուսափելի, այսինքն փողոց դուրս գալու համար դա ճիշտ չենք անում։ Պարոն Սաղաթելյան, հավատում եք, որ կարող է իշխանությունը փոփոխվել ընտրությունների միջոցով հաշվի առնելով նաև վերջին ընտրությունները։ Առնվազն այս պարագայում իշխանությունը ամեն ինչ արեց վերարտադրվելու համար։ Հաջորդ ընտրությունը, եթե սրանք մնան 5 տարի հետո, մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել եւ 5 տարի սպասել, այսպես ասած։ Պարոն Սաղաթելյան, հեղափոխության տրամադրությունը տեսնում եք, թե կա Գիտեք, մինչև ժողովրդին հասնելը այդ տրամադրությունը պետք է ստեղծեն ընդդիմադիր քաղաքական ուժերը։
ու տեսնեն ժողովրդի կողմից արձագանքը կա, թե չէ։ Դա փոխադարձ է, ընդդիմադիր ուժեր, ժողովուրդ պետք է աշխատել, կազմակերպել այդ մթնոլորտը ձևավորել։ Մի բան ակնհայտ է, որ ինչքան ուզում է, այսքան արտաքին հայտարարված միջամտություն, հսկայական ընտրակերպությունների, պետական կաշառքի, ասենց լայնածավալ խախտումների պայմաններում գործող ուժը չկարողացավ ապահովել 50% քվե։ Հետևաբար ակնհայտ է, որ կա դժգոհություն։ Հիմա մեր քաղաքական ընդդիմադիր ուժերի խնդիրն է ճիշտ կազմակերպել այդ դժգոհությունը, ճիշտ պահի դուրս գալ եւ փորձել համաժողովրդական ընդգրկում շարժման միջոցով ժողովրդի կամքը թելադրել եւ հեռացնել այս իշխանությանը։ Հիմա եթե ինձանից ժամկետ հարցնեք, ասել չեմ կարող, որովհետեւ դա միայնակ կամ մեկ ուժի որոշելու չի, պետք է դնենք, քննարկենք, կազմակերպենք ու այս իշխանության այս հայտարարակ ռեպրեսիաները ընդդիմության նկատմամբ պայմանավորված են դրանով, որպեսզի մաքսիմում ընդդիմադիր ուժերին մեկուսացնեն, սահմանափակեն, որ հնարավոր փողոցային պայքարը կարողանան խոչընդոտել կամ թույլ չտալ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։